Բարկանալ կարելի է։ Ես ուժեղ եմ, որովհետև ինքս եմ ընտրում, թե ինչպես վերաբերվեմ իմ բարկությանը։ Բարկացեք, սակայն մի մեղանչեք։ Եփեսացիների 4:26։ Առաջին մասում բավականին հստակ ասում է. բարկացեք։ Ես կարող եմ շատ արագ բարկանալ։ Աստված ասում է մեզ բարկանալ, որովհետև վրդովվելը բնական է։ Բարկությունն այնքան ընդունելի մարդկային զգացմունք է, որքան ուրախությունը, տրտմությունը, հավատը և վախը։ Նույնիսկ Աստված բարկանում է, ըստ էության բավականին հաճախ։ Հին կտակարանն արձանագրում է Իսրայելի և այլ ազգերի նկատմամբ նրա բարկության հարյուրավոր դեպքեր։ Երբ հույզերը ճնշվեն, քանի որ ընդունելի չեն, վերջին հաշվով կարտահայտվեն ոչ պատշաճ ձևով։ Աստված ինքը ընդունում է մարդու բարկությունը, սակայն շատերս չենք հասկանում դա։ Միթե բարկանալը իրեր նետելն է, գոռալը և ճչալը մեր սիրելիների վրա։ Ոչ, սրանք բարկության անտեղի արտահայտման օրինակներ են։ Կա հստակ գիծ բարկության և մեղքի միջև։ Ամերիկյան ժառանգություն բառարանը բարկությունը սահմանում է որպես ուժեղ, սովորաբար ժամանակավոր դժգոհություն առանց արտահայտման հստակ ձևի։ Բնական է սաստիկ կամ ուժեղ տհաճություն զգալ ինչ-որ իրադարձությունից կամ ինչ-որ մեկի արարքներից։ Հավանություն չտալու, հակակրանքի կամ բարկության զգացողությունները հատուկ են բոլորիս և կարող են ի հայտ գալ ամեն օր։ Սուրբգրային խոսքի «սակայն մի մեղանչեք» հատվածն է, որ որոշակի ջանք է պահանջում։ Սխալ կլիներ փոքր երեխայից ակնկալել նույն արձագանքը, ինչ մեծահասակից։ Մեր հասունացմանը զուգընթաց պետք է զարգանա ինքնատիրապետման մեր կարողությունը։ Սխալ չէ վրդովվելը, բայց սխալ է պատժելը ուրիշներին, որովհետև վրդովված ենք։ Որպես քրիստոնյա, մենք այլևս չենք ներկայացնում միայն մեզ։ Մենք նրա ներկայացուցիչներն ենք, ինչը նշանակում է, որ մեկ քայլ հետ կանգնենք և մտածենք, թե ինչպես է մեր արձագանքը ազդում ուրիշների վրա։ Ոչ մեկս չենք կարող վերահսկել այն, ինչ կատարում է մեզ հետ, բայց բոլորս վերահսկում ենք այն, ինչպես արձագանքենք։ Եկեք աղոթենք։ Տեր, խնդրում եմ, օգնիր ինձ հմտորեն կառավարել իմ զգացմունքները, այն հասունությամբ և շնորհքով, որ հարիր է քո զավակներին։ Ցույց տուր, Տեր, բարկության և մեղքի նուրբ սահմանը և առաջնորդիր քո հոգով, երբ չափից շատ մոտենամ դրան։ Ամեն։